Եկենիկ մարդկանց էլ որ բարև կուզանք, պես երկաթի պես ծիկ կպրնենք տեղները, կսեն վախ։ Մեր ազգին կսեն կալոսնիգենց են։ Կալոսնիգենք բոլորը տարպին են։ Տարպին կծնվին, տարպին կմահանան։ Իմ պապս էլ է եղել տարպին, պապիս հերն էլ է եղել տարպին, իմ հերս էլ է եղել տարպին, ես էլ եմ եղել տարպին, իմ տեղես էլ է հմի տարպին։ Պես շարունակենք մեր աշխատանքը, երևի մեր գեների մեջը կա, որ համարը կսիրենք։ Դժվար գործ է, դաշնությունը մերոտ, աղդոց, կերտաստուն միջև չլավացվից նեշ չեն թողնի, տնեցիք։ Հետո մենք մեր գործը սիրով կենենք, այդ մուրը մեր աշկին չի երևա, մակուր մուր է, էլի կեղդոտ մուր չէ, մակուր մուր է։ Դե աշխատանքել որ սիրով կենես, այդ մուրը չի թվացն է կեզ, էլի սովոր ենք մենք այդ մերին։ Աշխատասեր ժողովուրդ եմ, մեկ հիճում է պետություննոր ժողովուրդին նա է, կոքի եղնի մեր ժողովուրդը, ամեն ինչուց։ Մարդիկ նեղության մեջ են, բայց էլի տալիք կենեն, նոր տարիք ենեն, նոր լավ եղնին։ Պարտքով ամեն ինչով, դի նոր տարին լավ նշես, որա գալիք նոր տարին լավ դիմավոր ես, հաճող եղնի, լավ եղնի։ Հետո գյումրեցիները սիրենք լավ հուրասիրություն, մարդ կատում է լավ հուրասիր ես։ Շատ գեղեցիկ տոն է, շատ սիրված տոն է եղել մեզի համար, մեր ազգության համար և բոլոր հայերի համար։ Մենք շատ մեծ շուկով կտոնենք, շատ կսիրենք, շատ լավ էլ կպատրաստվենք։ Ամսումեգին առավոտ լույսերը վառած, սեղանը պատրաստ, դուռը բաց թողնենք կերտանք եկեղեցի ընտանիքով։ Մենք մեր մոմերը կվառենք, մեր աղոտ կկենենք տարվա առաջի օրը։ Ու հետո նոր կանք տուն։ Կանք տուն որ մեր տունը մարդ է եկև օղին բացել են, խմել են, գնացել են, բայց դե հետո կիմանանք ով է եկե գնացել։ Մեր տունը պապական հին տուն է, այդպես եկել է, այդպես էլ կերտա, չգիտեմ ընձից հետո, պետք է որ իմ տեղես էլ շարունակի էլի նույն բանը։ Տարին կենենք, կոպեկը մեջը կտնենք, ամսու 5-ի իրգունը կկտրենք, տեսնենք կոպեկը ում կեգնի, տարին ում կեգնի, ինչը լավ կեղնի, վատ կեղնի։ Այդ ավանդույթները մենք կպահենք, մինչև այսօր։ Այս զնդանը սրբություն է, սեղանից թանգարժեք բան է, այդ սեղանի վրա չի կարելի նստել, բայց որ այդ սեղանի վրայի հացը կաշխատիս այս զնդանի վրա, սիգա ավելի սուրբ բան է։ Տարվա վերջի օրը դիք կրնայեղնի 35 կամ 31-ին, զնդանի վրա մոմը գվառենք ու կերտանք տուն։ Իմիջալուց ասեմ, որ ես չեմ սիրում, երբ որ շատ խաղալիքներ են լինում կախված տոնածառից և շատ գույներ են լինում, բայց ես սպիտակը սիրում եմ։ Այս դե կողենք։ Շատ լավ տոն է ինքը նոր տարին։
ինքը իր մեջ շատ մեծ ռոմանտիկա ունի։ Ես միջև հիմա կնոց ասում եմ, եթե հանգարց խանութ գնաս, բարձիկ կանֆետ տեսնես, փշատ տեսնես առամ, պայման ասում եմ մանկություն տեսի, չէ։ Սիրուն տոբրակներ կար, չիրուչամիչ էին լսնում մեջը, չիրուչամիչ, բարձիկ կանֆետ եւ փշատը անպայման եմ հիշում, որովհետեւ փշատ շատ էր։ Կամ մի խնձոր լիներ, չլիներ, ուրեմն բարձիկակ առավ, քնում էինք ու չէինք բանավոր, նայում էինք չկա։ Քնում էինք ու այդպես երազով քնում էինք, այդ տեսնում էինք այդ երազը ինչպես է գալիս, մեզ առավոտ ելնում ենք, ասում ենք միգուցե երազ է, էլի խապված, համենայնպես բարձը հետ ենք տալիս, տեսնում ենք կար այդ դոբրակը, բանից շորից պատրաստած դոբրակ եւ շատ հետաքրքիր էր։ Մանկությունը ուզում եմ ասեմ ունենալով չի հիշվում։ Հիմա տոնածառները փոխվել են, երևույթն է փոխվել, ճաշակն է փոխվել, այս ոչինչ, ես ընդունում եմ, որ այդպես պետք է լիներ, բայց գոնե փոխված չլիներ մարդկանց տրամադրությունը, այսինքն այդ ամեն ինչի մեջ պետք է ճիշտ է արհեստական է ինքը, բայց մարդիկ գոնե շինցու արհեստական բաներ չանեն, որտեղ փոխհարաբերությունների մեջ խեղճացել է բնականը, մտերմիկը, հոգեկանը եւ ամեն ինչ արվում է ոնց որ ցուցադրելու ձևի համար։ Այդ դա կարողանանք վերացնել, մենք շատ արմատներին մոտ կլինենք։ Եղևնին դիմավորել են երկով, երաժշտությամբ, պարով եւ այդպես բերենոր տեղադրել են, այսինքն մեծ արարողակարգ է։ Եվ այդ ճանենալու մեջ, այդ խղճուկ վիճակի մեջ մարդիկ ուրախ են եւ չեմ պատկերացնում, որ հիմա այդպիսի ուրախություն ու ճիչ, միգուցե փոքր եմ եղել, չգիտեմ, բայց ամենատեպս ուրախ է։ Հայրս էր երգում, մայրս էր երգում, բոլորը երգում էին։ Արի յարջան, երթանք յայլեն, Արի յարջան, երթանք յայլեն, տունեմ շինել ձորի մայլեն, վայ դույ Դույ, ջան, դույ Փախլավեն անպայման պիտի լիներ, օրինակ գյուղում մոդա էր սինին, այսինքն շաքար լոխումը, եթե դա չկար, ուրեմն ինչ նոր տարվա մասին է, շաքար լոխումը այնպես ղրխրտալով էին կուտում, այն ժամանակ այսպիսի օղիներ չկար, այսպիսի խմիչքներ չկար, տնական օղիներ էին, տնական օղիներ շշի մեջ լցում էինք, թերթով բերանը փագում էինք, թերթով, պատկերացնում ես, փագում էինք բերանը, ամեն մեկի ծոցը մի քանի հատ, եթե քանի տեղ էր մտնելու, ասի տարբեր գերբաններում, տարբեր շշեր եւ տանում այդ անպայման նոր տարվան ինչ որ խմիչքով էին գնում, հատկապես գյուղական շրջաններում այդպիսի բան կար։ Իսկ առաջինը գնացել են Քավորի տուն։ Այսինքն սանիկը այդ ընտանիքի ամենամեծ սանիկը նույնիսկ գալիս էր Քավորի տուն։ Գյումրեցինքսը օր մեծին մեծարե, որ մեծ դառնաս, մեծի կենացը խմե, հաց կեր, որ կերածդ հալալ եղնի, սմի շեղնի։ Չգիտեմ էլի, թվում է թե բան չի ասել, բայց այնքան բան է ասել։ Ո՞վ արի։ Բոլորին նոր տարին շնորհավոր լինի։ Ոչինչ սրտներդ լեմպա է, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի, կանցնեն այս դժվարությունները, կմնա հեռվում։ Եթե մենք այդ լավատեսություններ չունենանք, ինձ թվում է անիմաստ կլինի յուրաքանչյուր նոր տարին դիմավորելը։ Ուրեմն նոր տարվա հետ ինչքան նոր երազանքներ, նոր նպատակներ պետք է իրականացվեն, եւ դա Աստված որ այդպես լինի։ Շնորհավոր նոր տարի։
սեղանի գտնենք, տապած կատա, պասուս տոլմա, լոբի, ավելուկ, իսկ հմի, այդ բոլորը չկա, չեն տնեք, կենենք, կեպենք տնենք, բայց չենք տնենք սեղանի։ Այնքան ուրախ ու լավ էինք, որ սովետի օրով, չունենք, բայց շատ լավ է, ուրախ ենք, իսկ հմի ամեն ինչ չկա, մարդկանց դեմքերի ժպիտ չկա։ Գտեմ արեք նստեք կողքս կանեք, որ սորվիկ, դուք էլ ենեք, ամեն ինչը դուք էլ ենեք, ուսնեն որ կենեն, դուք է բդենեք, խմորը կենեն, շավեմ, մի 40 րոպե կթողնեմ կհանգստանա, բացեմ ու թխեմ գը, 30-ից 40 րոպե։ Տարին կենենք, գիսենք ամսու 6-ի օրը, գիսենք ու մնգավետ տարեն, եդիկ խսմետով տեղնի, կտեսնք ինչ կստացվելի, հեչ մի անգամ էլ ընձի չեղի, որ ես այդ կոպեկը ընձին գնի։ Մեզ թորես ենք է, տղիս ենք է, տարուն երեխեք կքնեին, գիշեր ժամը 12-ին նվերներ կառնեինք, առաջ բարձերի տակը կտնեինք, հարավոտ կզարթնեինք, ցենքը դեր բարձերի տակ գնայինք, ով է ծմեր պապը ինչ է բերե ձեզի, գուախանային որ ծմեր պապն է բերե, իսկ հմի տոնածարի տակը կտնենք նվերները, առաջներում այդպես կենեինք, հմի ծմեր պապը էլ չի բերե, արդեն մեծոտ ենք հաց կնան, թող բոլորի տներն ուրախություն եղնի, աշխարհին խաղաղություն, զինվորներին վերադարձ, բայ մեր մեծ զինվորներին։ Ես եմ նոր տարվա արուտորենով, սեղան սեղ ես կսարկեմ, հալը մեկենիկ եմ, հրիսկեն է սեղնիկ մոդենա, բերան չարտեմ։ Ես իմ նոր տարին յուրը հադուկ է, բարաջան, որ չունենամ է, չէ, շատ, ես ենպես սիրուն նոր տարի կենեմ որ, դու արդեն կուկանք էտ բազարը, կուկանք են հետևի կոմից, Շահումյանի կոմից, նորի գուշադի լսե, Շահումյանի կողմից գուկանք մտնինքը բազար, ավտոն կկայլի մենք կամացենք մտնինք ներս։ Ես այստեղ է։ Դու բանաջան խոսացել լծիր։ Եթե բարեն էլ բդի տամ չէ։ Իրեք է։ Մեր ժողովրդի կյանքին մերնեմ, համով ժողովուրդ է, բայց շատերից հեռը չկա, ում որ շատ կա 10 կիլով կարնան, ում որ սենք հիչ կա 2-3 կիլո կարնի սեղնի վրա երևա էլի, արդեն տոն է էլի, նոր տարի վդենենք, ամեն 1 կիլո մերգուս կարնինք որ սեղնի վրա զարդոենք, բայց ով որ շատ կերավ չէ, ումպես խոլոր կաշենք որ, ապրից չնորզալ է, բա, ատեն հայացքս տեսան էլ ով կուտ է։ Paduhalar basara, mar bir desne, adasın tohi lafa, sesevaçe gidenler. Hala taler ka permezi. Hala tanak per, hala tanak peren lav tanak nezna tanak peresin.
սաղս հավաքմանք, լևուշն է, միշոն է աղբերներով, համիգն է օրմազիկ, մտանքներ, լենկոշի տղեկն են։ Մենակ եղսոտը ադմ կար, իր մորկուրներ բերել էին տուն պայենք էլի։ Մեկի ճոն խասյատ ընձի պեսեր էլի սպես։ Մադան տուն, սա պավլիկը տուն է չէ, ես իրեն պավլիկը հյուրասեր տվա էլի, ենքան հյուրասեր որ սաղսը գիտենք։ Պավլիկը տուն է չէ, սեղդին մոտի հեշմար թող չեր տա։ Էմպես է սեղանգը սարկեր որ, սեղնի բոյստից ընդեղ, Օծի հարգիտ որ չչապազանցնեմ, օծի հարգիտ կար սեղնին։ Էն պուջուր պալիտ կեկից կար, 30-40 հատոցի, նա ճաշակով շարած էր։ Կամացեն, ես մախսուս կենեմ էլի, ասել էսի սաղի շակալատներ էլի ես դաստեմ, ասպես որսի վերցրեցի, մեկ ետևանց որ չանտով չզարգեց կրխուն։ Չաչար շու, քեզ իքսեցի ձեր չտա սեղնին, պավլիկը տուն է չէ, տոմավ հաշկերս բժիշա։ Տղեկը պարգել եմ պոլի վրա, ուշկերը կանցնի։ Տեղին աստեղ կակատին, սարիտան է մեր պապին, են ինչ լավն է, շոսկով մալուսու պայեզան։ Ցանկությունս գիտես ինչ է, ես ինչ կանոր ապրել եմ, ես ասանից գոհեմ որ այս 77 տարվա մեջ կմտնիմ, առանց ասպես ցամաք աչքով երտամ քերեզմներ որ չայելի կորուս չունենանք բալաջան ամենակարևոր որ զավակները իրան ձեռով տանին տելեն մեզի հիմեր հիմնական տունը այն չծնվում է այնի ծնվում է նավդի մահանա բնական բան է տոնացար ջան տոնացար ինձ սիրուն է սուպայձար են ինչ լավն է ես ինչ լավն է չոսկով մալուսու պայձար կարմիր աստղ կակատին Բայ մերը տեղին է, տեղին աստղ կակատին, ծարի տագն է մեր ափերը, են ինչ լավն է, ես ինչ լավն է, չոս կողմը լույսու պայձար, ահա վալաջան, զիգեր իստեղ։ Արտանում ենք առավոտ ամիջապես բարձրն ենք վերև բարձրացնում, թե նվեր կա, թե չկա։ Ու երևի մեր ժամանակներն այնպիսին են, որ հեքիաթը ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա հեքիաթը մի քիչ փոխվել է, հիմա շատ ռեալ է դարձել ամեն ինչ։ Կա որ գալիս են, քաշքշում են մորուքը, բեղերը փոկում են, տեսնեն դե ով է տագին թաքնված։ Մանավանդ երեխաները, փոքրիկ երեխաները շատ են հետաքրքրվում այդ բանում, թե նա կասկածում են, կարող է իրական է կամ բան, կամ կա որ ես իմ հարազատների համար եմ փորձում մեր տանը փոքրիկ ամանորի գիշերը ծմերպապ ներկայանալ ամեն ինչ փոխում եմ, ամեն դետալ, այսինքն գրիմը լրիվ կատարյալ, հիմա գրիմ չկա։ Գրիմը կատարյալ եմ անում, որ չկարողանան երեխաները մեր հասկանալ, մեր թաղի, մեր բագի երեխաները չհասկանան, բայց հանկարծ հասկանում են։ Բայց ասում են, տես բան, կոշիկները չի փոխել։ Հովհաննեսի կոշիկներն են սրանք, բան, ու ես ստիպված այս ծմերպապի նոր զգեստետ նոր կոշիկներ կարել տվեցի, որպեսզի ընդհանրապես չկարողանան կռահել։ Երբ երկրաշարժից հետո, անմիջապես մի տարի հետո, որոշվեց քաղաքում տեղադրել մեծ տոնածառ եւ անել համակարգային միջոցառում, երբ պետք է ծմերպապը կա, շեփորները հնչեն, ծմերպապի համար սահնագը, ծիերով, բան, ամեն ինչով ու առաջին ծմերպապը երկրաշարժից հետո ես եղա քաղաքային ծմերպապը եւ իշխանությունները շատ լավ բան էին մտածել ամբողջ մի սահնակ հետևից ծմերպապի գալիս էր հենց նվերներով լիքը նվերներով մեծ տոպրակներով նվերներ դարսած ծմերպապը գալիս է եւ պատկերացրեք մեր ժողովրդի այդ ուրախությունը մանուկների ուրախությունը որոնք ծմերպապին են սպասում բան բնականաբար այդ համատարած ուրախության մեջ դնում են նաեւ այդ ուրախությունը խանգարողներ հրապարակ մտավ ծմերպապը սահնակով, որի հետ նաև այդ տոպրակներ կան, հետևից մի ուրիշ սահնակ, որի մեջ ներոց տոպրակներ կան, եւ ծմերպապին սկսեցին սարսե պեգորներով քնդակոծել։ 4 կողմից երեխաները ու չարաճճի երեխաներ սկսեցին քնդակոծել։ Ես հազիվ այսպես հազիվ ինձ պահում եմ ծմերպապը, բայց ճպտում եմ էլ այսպես
բոլորին ձեռքով անելով, այսպես եմ անում, այսպես շրջան պտտվեցինք հրապարակը, հասանք բեմին, բարձրացա բեմ, դա կադա ինչ-որ պիտի արվեց, խոսեցի, երեխաներին ողջունեցի բան, ու խնդրեցի, որ իմ օգնականները նաև կբերեն ձեր նվերները, և ինչ, ոչ մի նոպրակ չէր մնացել սահնակի վրա, բոլորը ժողովուրդը տարել էր։ Նախապես տարել էր, առանց սպասելու, այսինքն հարձակվել էին այդ սահնակի վրա, ամբողջը տարել էին, և ես այն փոքրիկ երեխաներին, ովքեր ծմեր պապիկի համար արդասանում էին, ովքեր ծմեր պապիկի համար պետք է ուրախացնեն ծմեր պապիկին, ոչ մեկին չկարողացա մի նվեր տալ։ Ես հիմա շատ եմ մտածում, որ նոր տարին առանց հայրենիքի ոնց են դիմավորում դրսում, ինչ-որ օտարոդի, ինչ-որ եվրոպական կամ չգիտես ինչ կանոնների մեջ, մենք ունեցել ենք մեր նոր տարին դիմավորելու ձևը, որ հետամտատ մենք կռվում ենք, ասում ենք, որ մյուս տարի չենք անել նոր տարի, չգիտես ինչ բան, բայց վերջում մեր ազգային մտածելակերպի մեջ դա ամուր նստած է, գենետիկայի մեջ նստած է, մենք չենք կարող հրաժարվել այդ ավանդույթներից։ Երբեմն ասում են փոշություն է տնից տուն գնալ, չգիտես, բայց այս դրա մեջ գտնվում էր ազգային արմատները այնքան խորն են, որ մենք ցանկացել ենք բոլորին տանել լույս, տանել ավետից նոր տարվա, որ եկել է նոր տարին, եկեք բոլորս միասին ուրախանանք։ Այսինքն այստեղ նաև միասնության գաղափար կա։